Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Արթնանալու համար այս պահին առաջարկում եմ փոքրիկ երաժշտական դադար տեսահոլովակ, գնանք երաժշտության մտմիջվենք ու վերադառնանք, շարունակենք մեր եթերը։ Գնացինք։ Վերադարձանք, վստահ եմ, որ տեսահոլովակը օգնում է արթնանալու, իհարկե եթե չի օգնում, մենք յուրաքանչյուր առավոտ պարտադիր անպայման ամենասկզբում հաղորդման տալիս ենք տեսահոլովակ, երաժշտություն, որպեսզի դուք արթնանաք, մի փոքր լցվեք ռիթմով։ Բայց եթե այն ձեզ չի օգնում, ապա ուրիշ բաներ փորձեք, նախաճաշեք, սնվեք, մարզվեք, որպեսզի իհարկե լավ օր ունենաք, իսկ լավ տրամադրություն ունենալու համար նաև ինչու՞ չէ մարդ որոշում է, թե ինչ հագնվել այդ օրը, ինչպիսի հագուստով դուրս գալ, չգիտեմ, ինչ որ միջոցառումների եթե գնում կամ առօրյա ուղղակի հանդիպումների կամ առհասարակ դրսում զբոսնելու համար, դա եւս կարևոր է մարդու տրամադրության համար։ Այնպես որ այս պահին առաջարկում եմ մեզ մոտ ավանդական Էջ Նաիրա Հարությունյան նորաձևության հետքերով դիտենք, տեսնենք Նաիրան ինչ է առաջարկում մեզ, գնացինք։ Վերադարձանք 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Մինչ հյուրին ներկայացնել այս պահին իհարկե հյուրը տաղավարում է, առաջարկում եմ դիտել մի հետաքրքիր փոքրիկ տեսանյութ, որից հետո պարզ կդառնա նաև որի ժամանակ թե ով է լինելու մեր հյուրը։ Այսօր ուժի մասին ենք խոսելու եւ կզրուցենք շատ հետաքրքիր իհարկե թեմայի շուրջ։ Դիտենք տեսանյութ, վերադառնանք։ Վերադարձանք, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ եթե դիտեցիք տեսանյութը, արդեն պարզ է թե մեզ մոտ ինչպիսի հյուր ունենք եւ այսպես Կամո Ունանյանի մարզական կարիերային նվիրված նոր տեսահոլովակ է թողարկվել։ Մեզ մոտ այսօր պրեմիերա է։ Միշտ առաջ վերնագրված երգով, որն նվիրվում է իհարկե մարզիկին եւ այս պահին մեզ մոտ տաղավարում է Կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, MMA-ի մարզաձևում արդեն 7-0 ռեկորդակիր, WKN վարկանիշի հաղթող Կամո Ունանյանը։ Բարի առավոտ, Կամո ջան։ Բարև ձեզ։ Ուրախ ենք քեզ հյուրընկալելու մեզ մոտ։ Այսօր մինչ եթերը սկսել է, գիտեմ, որ ծննդյանը տարեդարձն է, առիթից օգտվելով ուզում եմ քեզ շնորհավորեմ։ Շնորհակալ եմ։ Առաջինը քեզ մաղթում եմ առողջություն։ Ես հետևում եմ անձամբ ինքս քո կարիերային, քո բոլոր մարտերին, քո բոլոր հաղթանակներին, որպես երկրպագու եւ որպես հայ, ասեմ, որ շնորհակալությունս եմ ուզում հայտնել քեզ եւ մաղթում եմ քեզ առողջություն, որտեվ գիտեմ վերջին շրջանում նաեւ որոշակի առողջական փորձություններ ես անցել։ Քեզ Աստված թող քեզ առողջություն տա, որպեսզի կարողանաս մեր երկիրը ել ավելի ուժեղ ներկայացնես եւ մենք այսօր առավել քան յուրաքանչյուրս հաղթանակի կարիք ունենք մեր երկրում եւ մեր երկրից դուրս։ Եվ շնորհակալություն այն մեծ ու ուժեղ գործը, որը դու անում ես, թող ծնունդդ օրհնվի, շնորհակալություն ծնողներիդ, որ նմանատիպ հրաշք եւ ուժեղ հայազգի զավակ են լույս աշխարհ բերել։ Ես էլ եմ շնորհակալ լավ խոսքերի համար, Աստված թող բոլոր լավ մարդկանց առողջություն տա։ Այո, վերջերս դժվար sense ճանապարհ եմ անցնում, վերջի 7 տարիների ընթացքում 5 վիրահատություն միայն մեջքի, էլ մնացած վնաս, այո, էլ մնացած վնասվածքների մասին չեմ ասում, կոտրվածքներ, բաներ, դրանք սովորական երևույթ են, բայց այս օգոստոսին շատ ծանր վիրահատություն ողնաշարի տարա ու նոր սկսում եմ վերականգնվել, բայց այս 30-րդ տարիս է իմ մարզական կարիերայի, այսինքն 97 թվին եմ առաջի աշխարհի մեդալը ունեցել Հունգարիայում, ուզում եմ այս տարի էլ մասնակցեմ եւ ոնց որ ավարտեմ, որտեվ արդեն եթե անկեղծ օրգանիզմս էլ չի դիմադրում, բայց փառք Աստծո կարևորը ցանկությունն է եւ կամքի ուժ ունենալն է։ Ինձ թվում է այս տարի էլ կունենամ հաղթանակներ եւ կուրախացնեմ մեր հայ ժողովրդին, մեր դրոշը կբարձրացնեմ տարբեր երկրներում։ Կամո ջան, առաջարկում եմ ավելի հետ գնանք այն ամենասկզբից, որ որոշեցիր զբաղվել սպորտով, հա։ Ինչ եղավ պատճառը, որ դու մտար սպորտ ու այդ քեզ տարավ, էլի, հետաքրքիր է, հիմա վստահ եմ, որ շատ երիտասարդներ, երեխաներ նաև հեռուստացույցից այն կողմ դիտում են ու այս պատմությունը սպասում են։ Փոքր ժամանակ կռվարար էի, ու այդ մեջս այդ էներգիան չէր սպառվում։ Ու ես 95 թվից եմ սկսել, вообще 32-րդ տարին է գնում։ Ու 95 թվին Վայք քաղաքում, ես բնիկ վայքեցի եմ, Վայոց ձորցի,
ինչի համար շատ ուրախ եմ եւ հպարտ։ Մեր ողջույնները այգում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին։ Այո։ Ու տենց մեջիցս այդ էներգիան չէր սպառվում ու տատիկս ա տարե այդ խմբակ բացվեց եւ տատիկս ոնց որ տարավ տենց ա եղել գնացել եմ սկզբից ես ասել են տեղ չկա նայեք էլի ինչ է էլի կատարվել 32 տարի առաջ ասեցին տեղ չկա գնացի տատիկիս ասեցի ես ջղայնացած ձեռքս բռնած տարավ ու փաստորեն այդ Տատիկը ասեց ոնց էս մեր երեխուն չեք ընդունում, հա։ Ու փաստորեն դուրս եկավ այնց որ այդքան ես արդյունքներ ունեցա սա Հայաստանի պատմության մեջ էլի տարբեր վարկածներով կարատեի Կամո դժվար է գիտեմ որ իհարկե յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկի ուղին ճանապարհը կյանքը շատ դաժան է որտեվ այդ ծանր մարզումները վնասվածքները այ եթե նորից առիթ լիներ ընտրելու ճանապարհը կընտրեիր այս ճանապարհը մարզիկի ուղին հետաքրքիր է Գիտեք ոնց իմ ճանապարհը հաստատ կարամ վստահ ասեմ որ տարբերվում է ամենա բոլորից Որովհետև եթե բոլորը տես այն ժամանակները ու հիմա տես թիմով են, բանով են գնացել, հավաքական կա, հա, մասաժիստ ունի եւ այլն, ես երբ որ եկա Հայաստան, Ղազախստանից եմ ես եկել Հայաստան, ստեղ եկել եմ սովորելու, ու հետո նաեւ պարապել եմ ու ներկայացրել եմ Հայաստանը։ Ես չէի ուզում տարեվա մեջ մի անգամ, երկու անգամ գնամ կամ Եվրոպայի առաջություն կամ աշխարհի Ես դուրս եմ եկալի, գնում եմ Եվրոպա, 19 տարեկան հա պատանի գնում եմ Եվրոպա, այս երկրից այն երկիր, վокзալներում մնալով, երկար սպասելով, գնալով ուրիշ երկիր, որ մասնակցեմ, որ տարբեր մրցաշարերի, որ հաղթանակներ ունենամ, որ սպորտային առումով զարգանամ ու այդ սպորտը ինձ տվել է մի հատ մեծ հարստություն, շրջապատ, ընկերություն, տարբեր երկրներում ու այն դժվարությունները ու տանջանքը ես որ տեսել եմ, հավատացեք, թող գլուխ գովալու ու տես չլինի, բայց դժվար թե ինչ-որ մեկը տենա տեսած լինի, կոնկրետ այդ առումով եմ ասում, որ սենց մենակ մասնակցել եմ մրցումների, մենակ գնացել եմ ու եղել անեց, որ գնացել եմ ու մեր հարևան երկրի մարզիկները 20 հոգով են եղել, ես մենակ եմ եղել, բայց էդի ոչ մի բանի մասին չի խոսած, սենց էլի Հաղթել ես ու վերադարձել ես այդ հոգեբանությամբ։ Այո, կյանք եմ ունեցել, եթե մի անգամ էլ ընտրելու լինեի, էլի կընտրեի ու հաստատ չէի փոշմանի։ Ու նույնիսկ չեմ փոշմանում, որ սպորտը այսքան վնասվածքներ ա տվել։ Այսօր կարելի ասել կես մարդ ենք դառել, բայց դե փառք Աստծո, թողել ենք պատմություն, ու դեռ ուզում եմ թողեմ պատմություն։ Քո ստեղծած պատմությունը իհարկե մարզական աշխարհում մեր, այսինքն այս ոլորտում այն անգնահատելի է եւ այս պահին առաջարկում եմ այն տեսահոլովակը, որ հենց քո ծննդյան օրվան նվիրված, քեզ է նվիրված, հա, միշտ առաջ։ Պրեմիերա անենք մեր եթերում, մեր սիրելի հեռուստադիտողը դիտի, լսի, վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Այս պահին տեսահոլովակի պրեմիերա միշտ առաջ Տեսահոլովակը նվիրված է մարզիկ մեր բոլորիս կողմից հաղթական իհարկե հրաշալի մարզիկ ու չեմպիոն Կամո Ունանյանին գնացինք Վերադարձանք սիրելի հեռուստադիտող, ունենք մարզական տրամադրություն եւ հրաշալի հյուր ունենք, իհարկե, եթե նոր եք միացել մեր եթերին, ասեմ, որ մեր հյուրն է Կամո Ունանյանը, տարբեր իհարկե միջազգային մակարդակներում հաղթող բացարձակ չեմպիոն եւ այսօր իր ծննդյան օրն է, նաեւ տեսահոլովակի պրեմիերա ունեցանք, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Կամո ջան։ Մաղթում եմ քեզ իհարկե հաջողություններ։ Այ հետաքրքիր է ինձ ինչ է սպասվում արժևում, ինչ սպասենք, ինչ բոյերի, որը որ դու ասեցիր, որ տեղի է ունենալու եւ ինչ հանդիպումների։ Համես տարի ուզում եմ մասնակցեմ կարատեի տարբեր մրցաշարերի, տարբեր վարկածներով աշխարհի, Եվրոպայի մրցաշարերի։ Հիմա ապրիլին Գերմանիայում ուզում եմ միջազգային տուրնիրի մասնակցեմ, դրանից հետո հունիսին Շիտորիու մարզաձևի Եվրոպայի առաջնությունն է Հունգարիայում, հետո հուլիսին, չէ դրանից հետո Պոլշայում նաև Գրանպրի է VKF-ի, էլի հունիսին։ Հուլիսին WKF-ի աշխարհի առաջնությունն է Ռումինիայում։ Ամեն ամիս։ Այդտենց համարյա, հա, հուլիսի 21-ից 26-ն է, հետո արդեն հոկտեմբերին Անգլիայում էլի WKF-ի Եվրոպայի առաջնությունն է։ Բայց դրա հետ միտեղ մայիսին Mixed Fight-ի MMA-ի բոյ եմ ուզում ունենամ, Հայաստանում է լինելու ուղղակի
շուտ էլ պետք է մասնակցեի փետրվարին Ղազախստանում մի հատ վարկած կա, բայց այդ առողջական այդ խնդիրներից ելնելով չկարողացա, որտեվ այտենց օրգանիզմս էլի ասում եմ չէր դիմադրում, բայց հուսով եմ ինչ որ պլանավորել եմ, կստացվի ու կունենանք նոր հաղթանակներ։ Ունենալու ենք միանշանակ, ես վստահ եմ, որ դա լինելու է ու Աստված քեզ օրհնել է որպես հաղթող։ Այ վայքից խոսեցինք, հա, ինչ հիմական կապեր վայքում այնտեղի հետ կապված ինչ որ միջոցառումներ, հանդիպումներ ունենում ես, գնում ես, հասցնում ես անես։ Քանի չեմ մոռացել մի բան ասեմ, ուզում եմ նաև մեր ընկերոջը, իմ ընկերոջը շնորհակալություն հայտնեմ Էդոին Բարնաուլսկի, ով կատարեց ստեղծագործությունը միշտ առաջ։ Այո, ինքը մեր ողջույնները նաև։ Այո, շնորհակալ եմ իրենց, որովհետև երկար ժամանակ ինքը իմ ընկերները ասում են, հայ ախպեր, այսքան մեծ պատմություն ես կերտել, ոնց էլի քո մասին երգ չլինի, մարդիկ կան 5-6 հատ բոյ են անում, մեկելով իրանց մասին երգա դուրս գալի, ու տենց ու կարող եմ ասել, որ բավականին տենց շատ սիրվեց այդ երգը տարբեր տեղերից զանգում ասում են։ Ինչ վերաբերում է վայքին, իհարկե կապը կա, ոչ միայն վայքի հետ, վայքի, Արենի, Վայոց ձորի հետ, Եղեգնաձոր, Ջերմուկ, այս տարի հոկտեմբերի 17-ին է նախատեսված վայքի 70-ամյակն է, քաղաքի հիմնադրամը։ Այո, ու նաև սպասվում է, որպեսզի նաև կլինի իմ հաղթանակների նվիրված միջոցառում, մեծ միջոցառում։ Հոբելյանական միջոցառում եք ես։ Այո։ Այդ հենց Անգլիայից առաջ է, հուսով եմ այդ միջոցառումը կլինի, մի հատ էլ Անգլիայում Եվրոպայի տիտղոսը հերթական անգամ կունենամ ու արդեն հանգիստ կավարտեմ կարիերան։ Այ մարզական կարիերայի ավարտի մասին էլ խոսենք ու ամփոփենք այսօրվա մեր զրույցը։ Կարիերան ավարտելուց հետո զբաղվելու ես սպորտով, թե ինչ որ նախաձեռնություն ունես, չես հիմնելու ինչ որ դպրոց, որ երեխեքին։ Ես Հայաստանի կարատեի միության հիմնադիրն եմ 2019 թվականից, բայց այդ հենց խոսում են այդ կարիերան ավարտելու մասին, դա գիտեք իմ մեջ ինչ է կատարում, չեմ ուզում այդ ընդունեմ, չեմ ուզում համակերպվեմ դրա հետ, որովհետև պատկերացրեք 32 տարի, հա, այս ամեն տարի գիտեմ ինչ է ինձ սպասում, sense կալենդարը ունեմ, հա, գիտեմ որտեղ եմ գնալու, ինչ եմ անելու, մի քիչ ոնց որ չեմ ուզում ընդունում այդ փաստը, որ իհարկե ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ։ Ուղղակի զուտ այդ խնդիրներն առողջական, ընկերներս էլ ասում են, արդեն 15 տարի ասում ես, այս վերջի տարին է, բայց տենց չեմ փոշմանել, որտեվ էլի եմ ասում, այդքան հաղթանակներ ունեցա, որ ավարտեմ, զբաղվելու եմ կարատեի ու նաև սպորտի զարգացումով Հայաստանում կլինի դա, կարատեն էդի հաստատ նաև MMA գիտեք մասնակցում եմ, այո, եւ հետագա պլաններում ունեմ մի հատ ֆիլմ նկարելու, էլի տենց հայրենասիրական, ոնց որ ժամանակն է ֆիլմներ, երևի կզբաղվեմ դրանով, էլի։ Իսկ մատաղ սերնդի երիտասարդներին, երեխաներին պատրաստելու, սպորտով ճանապարհելու։ Ես որ պարապացնեմ, իմը չի։ Որպես մարզիկ Իմը չի։ Իմ ընկերներն էլ ես կարամ պատրաստեմ այն տղաներին, ովքեր որ արդեն հաղթանակներ են ունեցել Հայաստանի չեմպիոն են, բայց այդ երեխեքին ես մի երկու անգամ փորձել եմ, իմը չի, ես չեմ կարա։ Բայց վստահ եմ, որ քո խորհուրդներով պրոֆեսիոնալ սպորտսմեններին իհարկե ընթացքում կօգնես։ Իմ Հայաստանի կարատեի միության հավաքականին ոչ միայն, միշտ էլ օգնել են ոչ միայն խորհուրդներով, նաև ուրիշ միջոցներով, միշտ էլ պատրաստ եմ օգնեմ։ Շնորհակալություն քեզ այսօրվա համար, առավոտդ մեզ հետ կիսելու, եւս մեկ անգամ շնորհավորում ենք քեզ ծննդյան տարեդարձի արդիվ, մաղթում ենք առողջություն ամենակարևորը, ուժեղ կամք, այն բոլոր այս վերջի մրցույթները, որոնք որ նշեցիր, որ պետք է անցնես, վստահ եմ, որ դրանք եւս հաղթանակներով իհարկե վերադարձա Հայաստանի դրոշը բարձր վերադարձա լինելու հայրենիք եւ սրանով իհարկե ես կարծում եմ որ դու այնքան մեծ մի կարևոր հա մարզական մշակույթ ես ստեղծել որ եթե այլևս չգնաս էլ չմրցես էլ մոտակա երևի 100 տարին դրանով կարող են նաեւ ես ինչու համար շեշտեցի այն երիտասարդներ այն երեխաները ովքեր որ այն սպորտաձևով որով որ զբաղվում ես դու որոշել են իրենց կյանքը
կյանքը կապեն, այդ բոյերը, այդ կռիվները, այդ քո տված բոլոր, հա, մարտերը, որ նայեն իրենք, շատ բան կսովորեն նաև դրանից, որտեղ այնտեղ կա եւ տեխնիկա, եւ կամք, եւ ուժ, եւ հաղթելու կարողություն եւ ամեն ինչ։ Իսկ դա ամենակարևոր ժառանգությունն է, որ մնում է բոլորիս համար կամաճան։ Այո, պատմություն։ Այնպես որ դու շատ բան ունես ստեղծած, դրանով չի ավարտվում քո կարիերան, եւ ես վստահ եմ, որ ինչ-որ մի նոր բան դու կգտնես, երբ որ սկսես զբաղվել ուրիշ գործերով։ Քեզ հաջողություններ, առողջություն։ Ես շնորհակալ եմ ցես լավ անմիջական զրույցի համար։ Ոսով եմ էլի առիթ կունենանք կհանդիպենք։ Շնորհակալություն քեզ այսօրվա համար։ Սիրելի հեռուստադիտող, գնացեք զբաղվեք սպորտով, ոչ պրոֆեսիոնալ, պարզապես ձեր առօրյան լցնելու համար, որովհետև կարևոր է առողջ մարմնում, ասում են առողջ հոգի է լինում, սա շատ կարևոր մի բան է, զուգահեռվում է։ Այսօր այսքանը։ Եղեք ուժեղ, հաղթող ու երբեք չընկճվեք ոչ մի դժվարության առաջ։ Լավ օր բոլորիդ։